Ես այսօր մի քանի բաներ պիտի խոսամ Սաղմոս 119-ից և վերջացնեմ։ Ուրեմն Սաղմոս 119-ն ենք խոսացել ձեր միասին և մնացել է մի քանի բաներ խոսալու, կարճ պատգամ բետամ, երիտասարդ ինչով մաքրեի ճամփան, քո խոսքիդ համեմատ անհրաժեշտություն ունելով, իմ բոլոր սրտովս խնդրեցի քեզ, մի թող ուզիս, որ քո պատվիրանքներդ մոլորեմ, իմ սրտից մեջ պայեցի քո խոսքդ, որպեսզի չմեղաշեմ քեզի դեմ։ Օրհնյալ ես դուն, ով Տեր, սորվեցուր ինձի քո կանոններդ, իմ շրթունքներովս պատմեցի քո բենիդ բոլոր պատվիրանքները, կամ վկայեցի կամ քարոզեցի, քո վկայություններիդ ճամփով ուրախացա, որպեսզի ամեն կերպ հարստությունով քո հրամանների վրայով պիտի մտածեմ եւ քո ճամփաներդ պիտի դիտեմ, քո կանոններով պիտի ուրախանամ եւ քո խոսքերդ պիտի չմոռանամ։ Ուրեմն մի քանի բան եմ ուզում ցույց տամ քարոզիչս դուրս, ուղղակի ձեզ ուրախացնելու համար, թե այս ավետարան ինչքան գեղեցիկ ու խորհրդավոր է, ինչքան։ Ուրեմն այսպես անեք, երևում է գծածս, թե չի երևում։ Չի երևում։ Սա գիրք ծննդոց, սա գիրք ելից, Ղևտացիներ, թվոց, երկրորդ օրինաց։ Ուրեմն 5 գիրք է, ըստ եբրայերենի, հայերեն չէ, իսպաներեն չէ, լատիներեն չէ, ըստ եբրայերենով, ծննդոց գրքից ամեն տառը հաշվում ենք, 50-րդ տառը հանում ենք, նորից հաշվում ենք 50, նորից հանում ենք, նորից հաշվում ենք 50 հանում ենք, դառնում է թորա։ Մինչև գրքի վերջը, նույն է ելիցը։ Հաշվում ենք, դառնում է թորա, 50 հատը։ Երկրորդ թվոց գրքից եւ օրինացից 49 հատը հանում ենք, կպցնում ենք իրար, 49 տարը հանում ենք, նորից հաշվում ենք 49, նորից տարը հանում ենք, բերում ենք այստեղ, այս երկու գիրք իրար հետ հակառակ ենք կարդում, դառնում է թորա։ Այս երկու գիրքը ասում են թորա, այս երկու գիրքները վկայում են թորա, մեջտեղը մնում է Ղևտացիների գիրքը։ Ղևտացիների գիրքը ում է վերաբերվում։ Զոհին, զոհի մասին ամբողջությամբ, թե ով է այդ զոհը, ինչպես բյան այդ զոհը վերաբերում է լավագույն Տեր Հիսուս Քրիստոսին։ Ղևտացիների մեջ, Ղևտացիների գիրքը 7-րդ տառը հանում ենք, նորից հաշվում ենք 7 հանում ենք, նորից հաշվում ենք 7 հանում ենք, դառնում է Եհովա։ Ամեն 7-րդ տառը հանելուց հետո, որ կպցնում ենք իրար, դառնում է Եհովա, 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 Եհովա։ Սա ասում է թորա, այնտեղից ասում է թորա, մեջտեղը Եհովա եւ Ղևտացիների գիրքն էլ մանավանդ գիտեք, որ զոհի մասին է, Տեր Հիսուս Քրիստոսի որպես լավագույն զոհ, թե զոհ ինչպես պիտի լինի, ոնց պիտի լինի, ամբողջությամբ խորհրդապատկեն է Տեր Հիսուս Քրիստոսի։ Սա ուղղակի հավելյալ ձեզ համար ինֆորմացիա, որ ինչ գեղեցիկ է Աստծո խոսքը, ինչ խորհրդավոր է ավետարանը, էլի։ Ավետարան եւ մարդիկ ասում են դե մարդ չի գրել, ոնց կարող է մարդը sense դիզայն կարողանա տալ։ Yellow page-ը վերցրեք, փորձեք մի հատ բառ գտնեք։ Yellow page այսինքն հաստ գիրք է։ Թորան դենց հին ուխտը թորա է կոչվում, չէ՞։ Հա, հին ուխտը թորա է կոչվում։ Թորան, իրենց Bible-ը այսպես ասած, թորա։
Եվ շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է։ Ուրեմն Աստված ասեց իմ ճամփաներս պիտի սովորացնեմ քեզի եւ կանոններ պիտի սովորացնեմ քեզի, պիտի հարստացնեմ քեզ, պիտի ուրախացնեմ քեզ։ Երեք գնացել առաջի անգամ կյանքից մեջ գնացել եմ ձուկ բռնելու։ Ալեքս եղբոր եւ Վարդգես եղբորը գնացինք ձուկ բռնելու եւ այդ ձուկ բռնելու հարմարություններն էլ առան, գնացինք ինչ փորձում եք չէր լինում, մի խոսքով ասեցին, որ այսպես պետք է անես, այս ձուկը պետք է դնես եւ սկսեցի բռնել 14 հատ ձուկ բռնեցի։ Եվ մտածում եմ, էլի, Աստված ինչ խայտ դրեց, որ մեզ բռնեց։ Այդ ամբողջ օվկիանոսը լեցունա ձկներով, ինչպես աշխարհը, ծովը աշխարհն է, մեջի ձկները մարդիկ եւ մենք ինչ խայտ դրեց Աստված եւ սատանան այսօր ինչ խայտ է դնում, որպեսզի այս աշխարհից մարդկանց որսա եւ սատանան որս է անում եւ Աստված ինչ խայտ դրեց, որտեւ այն խայտը, որ ես դնում էի, ձուկը չէր բռնվում, ինչ որ փոխվեց։ Եվ Աստված ինչ դրեց այդ խայտի վրա, լավագույն բաները դրեց, կյանք հավիտենական եւ մեզի ամենալավագույն բաները դրեց, Աստված փրկության խայտը դրեց մեր վրա, որը մենք բռնվելով Քրիստոսի եկանք եւ տեսանք, որ մենք ամենաապահով ձեռքերի մեջ ենք, մեզի թավայի մեջ չեն դնելու, կրակը չեն դնելու, ապա մեզ որսացել են պահելու, ապրելու համար եւ մեզ Աստված կանչեց հավիտենական կյանքը ժառանգելու։ Փառք Աստծո, որ այդ ծովի մեջ, այս աշխարհի մեջ լեցուն խայթեր կան, մենք չընկանք այդ խայթի վրա, որպեսզի կորցվենք եւ Աստված կարծես թե առյուծի բերանից մեզ խլեց, գազանից խլեց, վիրավորված եւ մեզի բժշկեց Աստված ու մեզի կյանք տվեց Քրիստոս։ Մի հատ երիտասարդ անդադ հոգսերի մեջ է, հոգս։ Եվ իր տատիկը ասում է, ինչ ես տենց անհանգիստ, անդադ գնում գալիս ես, ասում է, դե կյանքս դժվարացել է, շատ հոգսեր ունեմ ես։ Ընտանիքս պայելու հոգս ունեմ, կնոջս հոգսը, երեխաներս, բիզնեսիս հոգսը, անդադ հոգս եմ, անհանգիստ եմ, քուն չունեմ եւ այլն։ Տատիկ ասում է, որ ես քեզի խորհուրդ տամ, երկու բանի մասին հոգ տար, ուրիշ բան մի հոգա։ Ասում է, ինչ է, որ ասում է, երկու հոգս ունես դու։ Առողջ ես, թե հիվանդ ես։ Եթե առողջ ես, հոգ տանելու բան չկա, եթե հիվանդ ես, երկու բան ունես հոգալու։ Բուժվելու ես, թե չես բուժվելու։ Եթե բուժվելու ես, հոգս չունես, եթե չես բուժվելու, երկու հոգս ունես։ Ապրելու ես, թե մեռնելու ես։ Եթե ապրելու ես, հոգս չունես, եթե մեռնելու ես, երկու հոգս ունես։ Ուր ես գնալու։ Դրախտ թե դժոխք։ Եթե դրախտ հոգս չունես, եթե դժոխք հոգալ նիզուր է։ Փառք Աստծո այդ հոգսը մեզանից Աստված վերցրեց։ Էլ հոգալու բան չունենք մենք։ Այդ հոգալու բան չունենք, այդ երկու ընտրությունը չկա այլևս մեզ համար, Աստված մեզանից վերցրեց այդ ամեն ինչը, վերցրեց եւ մեզի տվեց հավիտենական երկնային մի խաղաղություն։ Բայց որպես մարդ հոգ ենք տանում եւ Հիսուս ասում է, որ հոգ անելով կարող ես քո հասակիդ վրա կանգուն ավելացնել, օրվա հոգսը բավական է, վաղվա համար մի հոգա։ Ես այն մարդ ինչ վաղվա համար, հələ դեռ երեխեքը չեն մեծացել, դրանց հարսանիքն են հոգում, հələ հարս չեն բերել, հարսի նվերներ են առնում, այս ինչ տեսակ մարդ ենք մենք, այս ինչ հոգսեր ենք ավերծել մեր վրա եւ հոգ ենք տանում։ Ուրեմն Աստված ասում է, ես իմ ճամփաները ձեզ պիտի սովորացնեմ եւ դուք իմ կանոնները պիտի իմանաք եւ դուք պիտի իմ խոսքս ճանաչեք, իմ կամքս պիտի իմանաք եւ ուրախ պիտի լինեք, բայց մենք պետք է որ Աստծո կանոնները, ճամփաները, պատվերները սովորենք, իմանանք։ Երկու ամենադժվար բանը, որ մարդու համար կա, հավատացյալի համար կա, երկու դժվար բանը
դա հնազանդությունը եւ համբերությունն է։ Այս երկուս ամենադժվար բեռն է մեզ համար։ Հնազանդ լինել եւ համբերել։ Այս երկուսից է կախված մեր հոգեվոր կյանքի օրդությունները եւ ճամփաները, հնազանդվել Աստծո եւ համբերել։ Այս աշխարհում շնաց համբերելու բան չկա, ամեն կողմը գայթակղություն է, դժվար է համբերելը, շատ դժվար է եւ մենք երբեմն մեր ճամփաները, մեր ընտրությունները մենք ենք անում, մենք ենք ուզում անենք եւ անընդհատ փորձությունների մեջ ենք, բայց Աստված ասում է նայիր, եթե ուզում ես իմ խոսքս լսել, եթե ուզում ես իմ ճամփաներով քայլել, ինձ պետք է հնազանդվես եւ պետք է համբերես։ Պետք է համբերենք, մենք եկանք հասանք մեր հավատքի վախճանին, վերջանում է, ամեն բան ավարտվում է, քիչ մնաց եւ տեսնում ենք թե ինչ երանություն կա նրանց, ովքեր որ համբերել են Աբրահամի մասին է վկայում, Հոբի մասին է վկայում, Տեր Հիսուսի մասին է վկայում, որ իրեն հայողներին համբերեց, եթե չհամբերեր մենք չենք փրկվի եւ տեսնում ենք որ համբերությունը դա արարք չի, դա կյանք է։ Դա մի կյանք է, որ Աստված տվել է մեզի եւ Աստված ուզում է մենք համբերենք։ Համբերել նշանակում է խաչվել, համբերել նշանակում է լռել, չխոսալ, չտեսնել։ Այս ամենը համբերել է նշանակում։ Դժվար բան է, որտեղ մեղավոր բնություն ունենք մենք եւ մենք այդ մեղավոր բնությունը մեզի անդադ անհանգստացնում է, ես անհանգիստ մարդ եմ, անհանգիստ եմ, չեմ կարողանում համբերեմ, համբերությունս ասում եմ հատվեց, սատանայի ուզածը դա է, որ ինձ միշտ կենդանի պահել, կենդանի լինենք, որպեսզի մենք չհամբերենք, բայց տեսնում ենք, որ իսկապես, երբ որ համբերում ենք, օրհնությունը գալիս է, եւ երբ որ համբերում ենք, սպասում ենք, հնազանդվում ենք, Աստված մեզ հետ շատ տարբեր ձևով է վարվում եւ տարբեր ձևով է մեզ խոսում։ Այս աշխարհից մեզ շատ գայթակղություն կա։ Դժվար է ապրել հոգեվոր կյանքը այս աշխարհում։ Շատ դժվար է։ Շատ դժվար է սուրբ կյանք ապրել այս աշխարհի մեջ, որտեղ ամեն բան շատ արագ փոխվում է։ Աշխարհը համակարգ ունի, մենք էլ այս համակարգի մեջ ենք, ավետարանը մեզ ասում է, որ այս համակարգից դուրս պետք է մենք ապրենք։ Ինչ է նշանակում այս համակարգից դուրս ապրել, այս համակարգը մարդկանց երազանքներ է տվել, նպատակներ է տվել, մարդիկ ապագա են տեսնում, այս ամեն ինչը պետք է մոռանալ։ Այն ապագան, այն երազանքները, որ մեր մտքի սրտի մեջ բերել է սատանան, պետք է մենք ուրանանք, մեր ամբողջ նպատակները Աստծո հետ է կապված։ Աստված մեզ համար ամեն բան պատրաստել է, որ ոչ թե պետք է պատրաստի։ Առաքյալն ասում է պատրաստել է, ոչ աշ տեսել է, ոչ ակաշ լսել է, բայց Աստված իրեն սիրողների համար պատրաստել է, ուրեմն մենք պետք է հավատանք դրան, հնազանդվենք եւ համբերենք, որպեսզի հասնենք նրան, ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է, բայց դա ինչ որ պատրաստել է, ոչ իմ մտքի, ոչ իմ սրտի մեջ չի ինգե, չեմ կարող պատկերացնել, բայց սատանան սրա հակառակ այս աշխարհով իմ մտքի սրտի մեջ նպատակներ է բերում, ինձ ուզում է անդադ հասնել ինչ-որ մի բանի, անդադ ինձանից խնելով իմ ժամանակ, էներգիան, ֆինանսս, առողջությունս, ինձ բաժանելով մի խոսքով Աստծո խոստումներից։ Ամբողջ նպատակը դա է սատանայի, ամբողջ նպատակը դա է։ Եվ այստեղ է առաջանում հարցը, թե ես ում պետք է վստահեմ, ավելի Աստծո պետք է վստահեմ, ավելի Աստծո պետք է հնազանդվեմ, ավելի իմ սիրտս պետք է կապվի Քրիստոսի հետ, Աստծո խոստումների հետ, այն որ ոչ աշ տեսել է, ոչ ակաշ լսել է, բայց մարդը, քանի որ ինքը տեսնելով է ամեն բան հավատում, մարդը տեսած բանին է գնում, իսկ ավետարանը մեզ ասում է տեսած բանից ինչու պետք է հավատաս, դրա համար մենք կոչվում ենք հավատացյալ, որ չտեսած հավատում ենք, անիչ Աստված խոսք է տվել մեզ հավատում ենք, անիչ որ պետք է գա հավատում ենք, անիչ որ անելու է Քրիստոս մեզ համար հավատում ենք եւ որպես թե այդ ամեն ինչը ունեցածի պես մեր մեջ այդպես ենք ուզում ապրենք եւ Աստծո ուզածն էս դա է որ հավատանք, ընդունենք եւ այդպես ապրենք որպես թե մերն է միգուցե աշխարհի համար մենք խենթ ենք, հիմար ենք որ այդպես ենք ուզում ապրենք, բայց մենք իմանանք որ լավագույն բաները մեզ սպասում է եւ մեզ պետք է համբերել, հնազանդվել Աստծո խոսքին, հնազանդվել եւ հասնել այն բոլոր նպատակներին, ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է եղբայրներ քույրեր։ Տեսեք, այս Ղուկաս ավետարանի մեջ է գրված 8-րդ գլուխ 14 համարն է եւ Սեմնացանի արակի մեջ Սեմնացանի արակն է խոսում Տեր Հիսուս եւ այսպես է ասում
Տեր Հիսուս Քրիստոս 8:14-ն է 8-րդ գլուխ 14 համարի մեջ է գրված եւ այսպես է ասում. Գիտեք, ընկավ բարար թողի մեջ եւ այլ ժայռերի փուշերի մեջ, փուշերու մեջ ընկածները անոնք են, որ կլսեն, բայց հոգսերով, նայեք հələ, հոգսերով ու հարստությունով եւ այս կյանքի ցանկություններով զբաղված լալով կխեղդվեն ու անպտուղ կլինեն։ Տեսնում եք ինչ դժվար բան է այսի։ Ուրեմն ինչ է անում սատանան, ինչ է անում, ասում է, որ այդ սերմերը, որ ընկան փուշերի մեջ հոգսերով, հոգերով, հարստությունով եւ այս կյանքի ցանկություններով զբաղեցնում է մեզ անդադ, որտեղ կյանքը այս աշխարհի մեջ պայքար է, պետք է պայքարես, որ հասնես, պետք է ջանք դնես, ժամանակ դնես, էներգիա դնես, որպեսզի հասնես այդ կետին, եւ այդ ծրագիրը սատանան գծում է մարդու համար, պայմաններ ստեղծում է, մարդու սրտի մտքի մեջ դնում է հարստության ցանկությունը, այդ հարստության ցանկությունը իր մեջ դնելով մարդու մեջ ցույց է տալի թե այդ հարստության մեջ ինքը ոնց պետք է փառավորվի, այդ բանին էլ հավատալով մարդը ջանք է անում հասնի այդ հարստությանը, այս կյանքի մարմնավոր կյանքի վերելքին, եւ դրա հետևից գնալով մարդը տանում է սատանան կործանման, հարստության խաբեությունով։ Այդպես մարդ չկա, որ չի երազել սրա մասին։ Տես մարդ չկա, որ սատանան չի մոտեցել ես խնդրով բոլորին։ Նայեք հələ, տեսեք հիմա կարդամ ձեզի, 12-րդ գլուխ 16-21 համարը։ Արագ մնալ խոսեցավ անոնց, ասելով, հարուստ մարդը արտերը առատ բերք տվեց, ան կմտածեր ինքն իրեն ու կսեր, ինչ ընեմ, վասնզի տեղ չունեմ, որ իմ բերքս ժողվեմ, եւ ասավ, իմ ամբարներս քանդեմ, ալ ավելի մեծ շինեմ եւ հոն ժողվեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս եւ իմ անձիս, ասեմ, ով անձս, շատ բարիքներ ունես, շատ տարիների համար ժողված, հանք չէ, կեր ու խմե եւ ուրախ եղիր, բայց Աստված ըսավ անոր, անմիտ, այս գիշեր հոգիդ քեզ մե պիտի պահանջվի, ուստի այն քու պատրաստած բաներդ որում պիտի ելա։ Ինչ եղավ մարդը հարուստ մարդ էր, ամբարները, բերքը շատեր եկավ, ասին բերքը շատացել է, ինչ անենք, ասեց քանդի ագահությունը մարդ էլի, քանդեք ամբարներ, նոր ամբարներ սարքեք, լեցրեք ընդ ու ինք իր անձին ասեց շատ տարիների համար, նայեք էլ ինքն է որոշ իր կյանքը, շատ տարիների համար կեր ու խմիր ու հանգչիր, հանգիստ եղիր եւ Աստված ասեց հոգիդ պետք է առնվի եւ քու ունեցածդ ում մնաց։ Այս սենց է անում սատանան, մարդուն սրտի մեջ բերում է ցանկությունը, բարիքը, հանգստությունը, հարստությունը եւ հոп մեկ է տեսար մարդը հայտնվեց մի իրավիճակում, որ չկարողացավ վայելել այդ ամեն ինչը։ Չվայելել։ Ուրեմն ասում է, որ Եբրայեցիս 5:8-ը Պողոս առաքյալն է գրում Եբրայեցիս 5-րդ գլուխ 8 համարի մեջ եւ այսպես է ասում մեր եղբայր Պողոսը Տեր Հիսուս Քրիստոսի մասին վկայելով ասում է որ թեպետ ինքը որդի էր, բայց իր չարչարանքներից հնազանդություն սորվեցավ եւ կատարյալ եղավ բոլոր իրեն հնազանդողներուն հավիտենական փրկության պատճառ եղավ։ Ինքը հնազանդ եղավ, այդ հնազանդվելով մնացածին էլ փրկության պատճառ եղավ իր հնազանդությունով։ Տեսնում եք, մեր հնազանդությունը պատճառ կարող է լինել մյուսի փրկության համար։ Թե մենք ոնց ենք հնազանդվում Աստծուն։ Աստված է Սավուխին ասեց, լսի Սավուխ, քանի որ դու թագավոր ես, Իսրայելը թագավոր ուզես տեսանելի եւ Աստված տվեց ասեց նայ, դու գնա ամաղեկը եղածի պես զարկիր։ Մեծից փոքր անասուն ինչ կա կոտորիր դուրս արիր եւ Սավուխը գնաց գրված է առաջի թագավորած 15-րդ գլուխն է 22 համարն է առաջի թագավորած Եղածի նման հարվածիր ու դուրս արիր ասեց Աստված եւ Սավուխը գնաց հարվածեց բայց մի բան արեց Սավուխը ընտիր ոչխարները վերցրեց հետը ընտիր ոչխարներն ու գառները վերցրեց ու բերեց
Եվ Սամվել մարգարեն եկավ ասեց քեզ Տերն ասեց չեղածի պես գործան ասեց այո արել են բայց այս լաբագույնները ընտրվածները բերել են որպեսզի Տերոջը զոհանենք Աստված ասում է քեզ ասեց որ անիծվածի պես լինի նզովվածի պես դու նզովվածից բերել ես Տերոջը զոհանելու ու մի բան ասեց Սամվելը ասեց Սամվելը սա միթե Տերոջ արչև ողջակեզները ու զոհերը Տերոջը ձայնին հնազանդություն ունենու չափ հաճո են Ահա հնազանդությունը զոհեն ու խոսքը մտի կնելու խոհերեն ճարպեն ավելի աղեկ է Ուրեմն ինչ ուզում ես արա Աստծո համար այստեղ հավաքվել ենք չէ բերենք աղքատները կերակրենք ստե դուսը սեղան դնենք հաց դնենք ինչ ուզում եք անենք օգուտ չունի եթե չենք հնազանդվում Աստծո որովհետև հնազանդությունը այս զոհերից այս մեր արածներից ավելի կարևոր մի բան է Աստծո առջև ավելի կարևոր մի բան է ավելի կարևոր մի բան է Հովանու 3:3-ի մեջ Տեր Հիսուս ասում է եթե չհնազանդվեք կյանք պիտի չունենաք կյանք պիտի չտեսնեք եթե չհնազանդվեք Երկու համար էլ կարդամ ու մի հատ նյութի մասին եմ ուզում ձեզ հետ խոսամ եւ ավարտեմ Ուրեմն Պողոս առաքյալը Տիմոթեոսին է ասում Եվ այսպես է գրում, ասում է Եթե մենք համբերենք Այս խոսքը հավատարիմ է, վասնզի եթե անոր հետ մեռանք, անոր հետ պիտի ապրենք էլ Եթե համբերենք Անոր հետ պիտի թագավորենք ալ Եթե իրեն ուրանանք, ինքան մեզի պիտի ուրանա Եթե չհավատանք, ինքը հավատարիմ կմնա ու իր անձը Քրիստոս չի կարա ուրանա Ուրեմն եթե համբերենք իր այդ հավատարիմ այս խոսքը հավատարիմ է վազ եթե մեռանք անոր հետ պիտի ապրենք ալ եթե համբերենք նրա հետ պիտի թագավորենք էլ Եթե համբերենք նրա հետ պիտի թագավորենք էլ ուրեմն ինչ մեզ խոստում կա այս համբերության դիմաց թագավորություն կա Եթե իրեն ուրանանք ինքը մեզի պիտի ուրանա բայց իր անձը չի կարա ուրանա Եվ Տիմոթեոսին ասում է որ Առաջի Տիմոթեոսի մեջ 6-րդ գլուխն է 11 համարի մեջ Բայց դու նո մարդ Աստծո փախիր այս բաներեն դրանից առաջ գրված բաներին ու գնա արդարության աստվածպաշտության հավատքի սիրո եւ համբերության եւ հեզության հետևից Ուրեմն ինչքան կարևորում էր Պողոսը որ Տիմոթեոսին խորհուրդ չտվեց որ գնա աղքատները կերակրելու այս արային արա եւ այլը իմացա ձեր դիսրա վրա նրա վրա այս չի ասես դու գնա այս բաների հետևից համբերության հավատքի հնազանդության հետևից գնա ընդեղա Տերոջի գործը ընդեղ պետք է Տերը օգտագործի ընդեղ եթե դու հնազանդ ես եթե դու չես հնազանդում չես համբերում համբերություն եւ հնազանդության մեջ չես ապրում ինքը քեզ չի կարող օգտագործի չի կարող օգտագործի որովհետեւ ապստամբություն պետք է անես անընդհատ դու Ուրեմն այս Ղազարոսը մեռավ Այս Ղազարոսը մեռավ Տեր Հիսուս գիտեր որ պետք է մեռնի գիտեր Ոչ մեկ չգիտեր աշակերտներն էլ չգիտեին Մարտան էլ Մարիամն էլ չգիտեր հիվանդացավ եւ Տեր Հիսուս ասեց որ ասեց մեր եղբայրը մեր շատ էր սիրում ինքը Ղազարոսին էլ Մարտային ու Մարիամին իրաց տունը գնում էր իրեն բարեկամին այնտեղ հանգստանում էր ու տուն խմում էին այնտեղ այսինքն մի ընտանիք էր որտեղ որ Տեր Հիսուս շատ ազատ ու հանգիստ էր իրեն զգում եւ հաճախ էին գնում եւ իրեն շատ սիրով էին ընդունում այնտեղ եւ Ղազարոսը հիվանդացել է եւ հասկացան քույրերը որ այս հիվանդությունը տանելու մահվան իրեն վրաց լուր ուղարկեցին Տեր Հիսուսին որ արի քեզ սիրելի հարազատը Ղազարոսը հիվանդ է եւ Հիսուս իմանալով իր ոտքը կախակցում Երկու օր անցել է ասում գնանք աշակերտներին որպեսզի Ղազարոսը հիվանդ է աշակերտներն ասին ոչ գնանք ինչ անենք պետք է գնային Հրեաստան ասեց այնտեղ քեզ է մանգալի պետք է բռնեն նախ էս պատմության մեջ 3 տեսակ մարդիկ ենք տեսնում աշակերտներ բարեկամներ եւ ազգականներ
աշակերտները իր բարեկամները Մարթան, Մարիամը, Ղազարոս եւ հрьяաները ազգականները։ Եվ ուզում են չեն ուզում Հիսուս գնա, ասում են չէ պետք չի գնաս, ասում է պետք է որ գնանք, որտեղ Ղազարոսը մեռավ։ Ասեցին કે ննջած է, քնած, ասեն դե քնածը կարտնան, հա, չէին հասկանում, ասես մեռավ Ղազարոսը։ Այս Մարիամն էլ հիմա լուրը ուղարկել են 2 օր անց է, 3-րդ օրն անց է, Հիսուսը չկա, կասկածներ առաջացել։ Այս չի ուզում գա, այս ինչի չի գալիս, այս ինչ եղավ Հիսուսը։ Մեր կյանքում էլ ասեն, չէ, աղոթում ենք, խնդրում ենք, հանկարծ ուշանում, հա, կասկածներ է գալի մեզի, բա Տերը չի տեսնում, բա Տերը չտեսա, բա ես այդքան սիրում եմ իրան, այդքան իրան նվիրված եմ, բան չի Տերը իր երեսին չի դարձնում, բա չի տեսնում ես այսքան նեղությունների մեջ եմ, այսքան դժվարությունը, բա Տեր ասա, հենց մի բան էլ մեղադրում են կարծես, թե, որտեղ հələ ասես թե Մարտան, եթե Մարիամն է, եթե դու հոս լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի, այ տեսնում ես քո չգալու պատճառով մեր եղբայրը մեռավ։ Մեղադրում էին Հիսուսին, բայց ստե խորհուրդը շատ է դա քրքիրա, Հիսուս ասում է Ղազարոսի մահը, մահվան պատճառը սա է, որ Աստված պետք է փառավորվի։ Աստծո փառքը պետք է տեսնվի։ Աստծո փառքը պետք է տեսնվի։ Ուզում եք Աստծո փառքը տեսնել, ես պետք է 4-րդ օրը այնտեղ գնամ։ 4-րդ օրը, որովհետև 4-րդ օրը արդեն հոտած էր, այսինքն 3-րդ օրվանից հետո 4-րդ օրը որդնում է մարդը, դրա համար Հիսուսի համար գրված է, որ անոր մարմին ապականություն տեսնել չտվավ։ 3-րդ օրը հարություն առավ, 4-րդ օրը չէ, 3-րդ օրը անոր մարմին ապականություն տեսնել չտվեց, այսինքն չորցնեց եւ չէր կարա որդներ, որովհետև մեղք չուներ ինքը, մեղք չուներ ինքը։ Մի խոսքով Հիսուս եկավ հասավ այնտեղ եւ տեսավ, որ Մարտան վազելով գնաց, Տեր լացկոց բան Հիսուս տխրեց, ասեց ինչ ա եղել, քեզ լացում, ասեց եթե հոս լիներ իմ եղբայրը չէր մեռնի, ասեց ես եմ կյանքի եւ հարությունը, քո եղբայրը հարություն պետք գավատաս, հա, ասեց հավատաս, քո եղբայրը հարություն պետք առնի, ասեց գիտեմ, հարության ժամանակ չեն տեսնում ով հարությունը, ասեց ես եմ հարությունը, ես եմ կյանքը, ես որ եկել եմ, ես հարություն եմ բերել, ես եմ հարությունը, ես եմ կյանքը, ես եմ կյանքը։ Եվ հա այդպես լացեցին, եկավ Մարիամին, ասես Մարիամն է դուս եկավ վազելով գնաց, ընկավ լաց, Հիսուս տխրեց, խռովեց սիրտը եւ լաց եղավ։ Եվ հрьяաներն են ասեին, տեսել ինչքան էր սիրում, չէր կարա անենց աներ, որ սա հարություն առներ։ Եվ այս հետեւյալ խոսքերն եմ ուզում կարդամ, թե ինչ եղավ։ Հիսուս նորեն իր սրտի մեջը հառաչելով գերեզման գնաց։ Անիկա քարայր մներ, ուրեմն լերա մեջ փորված, քարայր մներ ու անոր վրա քարմը գլորած էր։ Հիսուս սավ մեգդիրեք այս քարը։ Մերելի քույրը Մարտան ասավ անոր, Տեր, արդեն հոտած պիտի լա, վասնզի 4 օրվա է, այսինքն մի չարչարվիրել, վերջացել է Ղազարոսը։ Հիմա այդ այելի, որ գերեզման են եթում առած Քրիստոսի տենց ա լինում, հոտած ամեն բան։ Բայց Հիսուս ասում է, այս քարը մեկում արեք։ Ասում են չէ 4 օրվա մեռել արդեն հոտած ա։ Հիսուս ասավ անոր, քեզի չսի եթե հավատաս Աստծո փառքը պիտի տեսնես։ Այն ատեն մեկդի իրին քարը, Հիսուսի աչքերը վեր վերցուց ու ասավ, հայր, շնորհակալ եմ քեզ մե, որ ինձի լսեցիր։ Ես գիտեի թե ամեն ատեն ինձի կլսես, բայց այս բոլորտիկս կայնող ժողովրդի համար ասի, որպեսզի հավատան թե դու գրկեցիր ձեզ։ Ասիկա ասել են ետքը մեծ ձայնով մը կանչեց Ղազարոս դուրս եկոր։ Հիմա ասում է Տեր Հիսուս, ասում է քարը մեկում արեք, այս քարը շարժող չկա։ Մինչև մենք այս քարը չշարժենք, մեռելը հարություն չի առնելու, դա Հիսուսի գործը չի, Հիսուս ուզում է որ մենք չնայեկել է մեր շուրջը, ինչքան մեռած մարդ կա,
Իշքան քար կա դրված սրանց կյանքի գերեզմանի վրա։ Կենթանի մեռել էր։ Մենք այդ քարը մեկում շարժողն ենք, որպեսզի Հիսուս սրանց հարություն տա։ Եթե մենք շարժենք այս քարը, այդ մեռելը կմնա, կորթնի եւ Աստծո փառքը չենք տեսնի։ Աստված չի փառավորվում այնտեղ, որ հավաքվել են 50 հատ հովիվ եւ գոռում են փառքեզի։ Այդտեղ չի փառավորվում Աստված, այդպես բան չկա։ Աստված փառավորումա ցուցածվում է այնտեղ, որտեղ որ ծանրություն կա, դժվարություն կա, քար կա գլորելու։ Այսօր մեր հարազատների բարեկամների կյանքի վրա այդ քարը կայնացա։ Ով պետք է գլորի այդ քարը։ Այդ քարը մեր գլորը, մենք պետք է դա անենք։ Մենք այդ քարը պետք է ծանրություն։ Հիսուս չէր կարա հրաման տալ այդ քարի մեկում գնալ։ Այն որ 5000-ին կերակրեց, մեռելին գերեզմանից հանեց։ Հովերու ծովերը սաստեց։ Չէր կարող այդ քարին գլորել, բայց ինքը չարեց։ Ինքը ուզում է որ մենք այս գործի մեջ փող գործակից լինենք, մասնակից լինենք։ Մեր սիրտը ցավա, որ հավատանք, որ ինքը կարող է մեռել ինքենթանացնել։ Երբեմն մենք մարդիկ ասում ենք, դժոխքի զավակա, սրան փրկություն չկա, բայց կա, քարը պետք է գլորվի։ Եթե մենք այդ քարը չգլորենք, եթե մենք մարդկանց այդ ծանրությունը չվերցնենք, ինքը հարություն չի առնելու։ Այդ քարը մենք պետք է գլորենք։ Դա կենթանի մեռել էր եւ Հիսուս ասեց, դուք Աստծո փառքը պիտի տեսնեք։ Եվ ինչ եղավ, եւ որ գլորեցին քարը կանչեց Ղազուսին, դու սարի մեռելն ալ ելավ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապված էր, ինչպես որ հիմա կապված է մարդը, սատանան կապել է։ Այդ կապանքները ով պետք է քանդի բացի Քրիստոսից։ Երեսը վարշամակով պատված է, չի տեսնում ինքը խաբարի մեջ է, լույս չի տեսնում, Քրիստոսին չի տեսնում։ Ծածկոց կա, ծածկոցը պետք է վերանա, Հիսուս սավանոց, արձակեցեք, ատիկա ու թողեք որ էթա։ Այս վիճակի մեջ է այսօրվա աշխարհը։ Մեր կողքը մեռել կա, կապված ոտք, ձեռք, երեսը ծածկված, սրտին ծածկված, չի տեսնում ոչ մի բան։ Եվ քար կա իր կյանքի վրա, իր կյանքի վրա քար կա, այդ հոգս կա, ծանրություն կա, իր ամբողջ նպատակ այդ քարը, հոգսը տանելն է, մենք պետք է ազատենք, որպեսզի Քրիստոս այս մարդկանց հարություն տա։ Արդյոք մեր սիրտը ցավում է մեղավորների համար։ Այսօր հավատացյալները հավաքվում են իրար հետ, հավաքվում են իր հետ, պաշտամունք են անում, ուրախանում են, ցնցվում են, ուտում խմում ենք, ասում ենք Աստված փառավորվեց։ Մեղավորներն ընդեղ են, Աստված ասում է ոչ։ Այնտեղ եմ ես փառավորում, որտեղ որ մեղավորներին լույս է ծագում, այնտեղ որտեղ որ հնազանդություն կա, այնտեղ որ համբերություն կա, համբերել սնանց, հնազանդվել ինձ, այնտեղ որ կարող եք դուք բերը կրեք մեկի, մի հատ գերեզմանի քար գլորեք, որպես այդ մեռելին ես հանեմ դուրս։ Եվ Աստված փող գործակից մարդ է ուզում, եւ ինչ սքանչելի է մարդ ու Աստված այսօր երկրի վրա, Պողոս ասում է, ես ցանում եմ, Ապողոսը ջրում է, Աստված աճեցնում է, ոչ ցանողն է մի բան, ոչ էլ ջրողը, ապա Աստված որ կաճեցնի, բայց եթե ես չցանեմ, Ապողոսը չջրի, ոնց պետք է աճի։ Ուրեմն մենք փող գործակից ենք, Հիսուս ասում է, այս Ղազարոսները լիքն են այստեղ, սա աշխարհը Ղազարոս է, ընտանիքները ողբում են, քարը գլորեք մեկ կողմ եւ ինքը պետք է հարություն առնի։ Բայց մենք ասում ենք Տեր Հիսուս 4 օրվա է, հույսդ կդրի դրանից, դա փրկվելու չի։ Չեմ էլ ուզում փրկվի իր արածների համար։ Դու չգիտես ինձ ինչ արել։ Հիսուս ասում է քարը գլորեք։ Քարը մեկ կողմ արեք ու Աստծո փառքը պետք է տեսնեք։ Եվ այս բան ասում եղավ, որպեսզի դու տեսնեք, որպեսզի Աստծո որդին փառավորվի, եւ Աստծո որդին փառավորվեց։ Եվ կանչեց մենակ Ղազարոս, չասեց ով մեռել դու սարի, եթե ասեր, այդտեղ բոլոր թաղվածները դուրս պետք է գային։ Բայց մասնավոր նշեց Ղազարոս, դուրս արի եւ Ղազարոսը մենակ դուրս եկավ։ Եվ Աստված իրեն սրտակից հոգացող այսօր մարդկանց է փնտրում, աշակերտ է փնտրում, աշակերտ է փնտրում։ Ինքը գերեզմանի վրա լացող չի փնտրում, ինքը ողբացող չի փնտրում, ինքը սուտ մխիթարիչներ պետք չի։ Հիսուս այնտեղ կայնացել, լացում էին, ողբում էին։ Հիսուս լացեց ոչ թե որ Ղազարոսը մեռել էր, Հիսուս լացեց նրանց անհավատության, անհույս լինելու վրա լացեց։ Ու միջով այսօր Աստված լացում է այս աշխարհի վրա, որ անհույս ապրում են մարդիկ եւ մավան հետ հաշտվելով վայելում են այս աշխարհս ու գնում են դեպի կորուստ։ Գնում են դեպի կորուստ։
Առաքյալն ասում է, այս աշխարհի Աստվածը, սատանան, այս օդի իշխանը, այս աշխարհի Աստվածը անհավատների միտքը կուրացրել է, որպեսզի Քրիստոսի ավետարանի փառած լույսը անոնց վրա չծագի, որ լուսավորվեն, որ է Աստծո պատկերը եւ տեսնեն Քրիստոսին։ Եվ ասեն, փառքես Տեր, անհավատների միտքը կուրացրել է, ուրեմն քար կա դրած այդտեղ, ծանրություն կա դրած, աթեիզմը նա, չգիտեմ, մի բան կա, պետք է գլորվի, որպեսզի ավետարանի լույսը ծագի եւ մարդը հարություն առնի, հարություն առնի։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը, բոլորիդ հայտնի, շատ հայտնի համար է։ Դուք հանցանքների ու մեղքերի մեջ մեռած եք, ինքը ձեզի կենդանացրեց։ Անոնց մեջ ժամանակին կքալեինք այս աշխարհի բռնած ճամփովը, այս օդին իշխանության իշխանի ուզածի պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիների ներսը ներգործում է։ Անոնց մեջ մենք ամենք սա կպտտեինք մեր մարմնի ցանկություններով եւ մարմնի ու մտքի ուզածը կկատարեինք ու բնության բարկության որդիներենք ինչպես ուրիշները։ Պողոս առաքյալն ասում է մտքով Աստծո հետ է, մարմնով մեղքի հետ է։ Ինչ դժվար բան է սա, այս ինչ սիստեմա, ուզում ես հասկանաս սրա բանը ես, ինչի ասես, մտքով հավանում եմ Աստծո խոսքը, Աստված ճիշտ է սուրբ է, բայց մարմնով ուրիշ տեղ եմ ես։ Եվ ասում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով պետք է ինձ ազատի այս վիճակից, բանալիս է, գոհություն Աստծո, որ ինձ հաղթություն տվեց Քրիստոս Հիսուսի մեջ։ Հաղթանակս ընդեղ կտա Քրիստոս Հիսուսի մեջ բրծավես պայքարս, համ մտքով, համ մարմնով այստեղ եմ։ Չեմ ուզում ասեմ մեղք չեմ գործելու էլ, չեմ գործում։ Անցյալ օր մի հատ քարոզիչ էի լսում, ամերիկացի, ով անց եղբոր տարիքի, այնպես քեֆս բերեց։ Հարց էին տվել, որ հավատացյալ ապաշխարած կարա նորից մեղք գործի եւ եթե մեղք կա գործում, ոնց կարա ապացուցինքը վերստին ծնված է եւ այլն։ Ինքն էլ ասես կարող է մեղք գործի։ Ասին ուրեմն դու դուռ ես բացում հավատացյալների մեղք գործելու համար, ասում ես օքեյ է։ Ասես նայեք, խաչի վրա Հիսուս ասավ, հայր, ամեն բան լմնցավ։ Դա նշանակում է անցյալի, ներկայի եւ ապագայից մեղքերի հարցը լուծեց։ Անցյալում մեղավոր էի փրկել է, հիմա ապրում եմ հոգեոր որպես մեղք եմ գործում, լուծել է ապագայում, որ չգիտեմ ինչա կատարվելու, քավվել է, կիսած չմնաց, ավարտեց, վերջացրեց իմ փրկությունս։ Ես չեմ ուզում մեղք գործեմ, բայց եթե մեղք գործելու ըլլակ, հորը քո բարեխոս ունեք Հիսուս Քրիստոս արդարը, անիկա մեր մեղքերին քավությունը եւ ոչ միայն մերին ներունը, ապա աշխարհինն էլ։ Վերջացավ։ Ոչ թե քաջալերում ենք մեղք գործեք մի վախեցեք, ապա առաքյալն ասում է, եթե մեղք գործելու ըլլակ, ընկար մեղքի մեջ, հարայ բուդուր չկա, կորցվեցի։ Անիկա մեր մեղք Հիսուս Քրիստոսի արյունը կարող է մեզ ամեն մեղքերից սրբել։ Ոչ թե որ դուռ ենք բացում, բայց ուզում ենք ասենք, որ սուտ սրբության կյանք մի ապրեք։ Ինքներդ ձեզ խաբելով, ուրիշներին դատելով։ Ինքներդ ձեզ խաբելով, ուրիշներին դատելով։ Եվ եկել եմ ասել եմ լույսի մոտ պետք է փողոցն անցնեմ, աղոթք եմ անում, անցնեմ, չանցնեմ, բանկ պետք է գնամ այնտեղ։ Տերն ասում է չեմ գնա, հետ եմ դառնում։ Սա սրբության կյանք է թե ապուշություն։ Հա? Արա ինձ փողոց բար գնա, քաշերը բեր, պարկս դուր ինչ ես ասում, Աստված ասում է մի գնա։ Այստեղ բան չկա, այստեղ բան չկա, այստեղ բան չկա։ Քրիստոս այս հարցերը լուծել է մեզ համար։ Ուրեմն ինքը մեզ համար ճամփաներ է ստեղծել, պայմաններ է դրել մեր առջև, Աստված ուզում է, որպեսզի մենք իր կամքը իմանալով ապրենք, եւ այնտեղ հետաքրքիր ասում է, եւ քեզանով հարստանամ, Քրիստոս ճշմարիտ հարստություն է բերել մեզի,
Հավիտենական հարստություն, երկնային հարստություն, հոգևոր հարստությունաբեր, այս աշխարհից հարստություն, տեսակ չէ, պարոն Ծառոկյանին ինչ արին, այն խեղճ մարդուն ինչ արին, բայց հսկա մարդուն, որ ասում էր, Աստված է արդեն Քրիստոսի արձանն է սարքում, տավին գեդին, տեսակ սատանան ոնց բարձրացնում է եւ տակը կրակա վառում մարդու։ Ուզում ես Քրիստոսի արձանը սարքի, ուզում ես Մայրամին սարքի Քրիստոսին ձեռքը, օգուտ չունի։ Եկեղեցիներ սարքի, օգուտ չունի։ Ձեզի պետք է նորեն ծնանել, որպեսզի տեսնեք Աստված։ Մեզ պետք է վերստին ծննել։ Ես ոչ թե ցանկանում եմ, որ այդ մարդուն այդպես արեցին։ Իմ գործը չի քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ խորհուրդ եմ տալիս չզբաղվել, որ ոչ մեկի կողմներ չպաշտպանել եւ այդ նյութը չբերել եկեղեցի մեջ խոսակցություններ սարքել, սատանան բերի այդ նյութը մեր մեջ եւ մենք քույր եղբայր հետ հակառակվենք, սա տգիրություն է, չանեք դες բան, իմացակ այդ բաները սա դուրսը մեզ չի վերաբերում։ Մեր քաղաքականությունը երկինքն է, դրանով ենք զբաղված, ով է քարոզում, ինչա քարոզում, այդ իրանց գործն է, միգուցե վճարում են, միգուցե մարդիկ քաղաքական գործիչներ են, անհատակ գործիչներ են, չգիտենք, առաքյալն ասում է ժամանակից առաջ դատողություն մի արեք, մինչև Տերը կգա, խավարի գործերը լույս կհանի, այն ժամանակ ամեն մեկը գնահատական Աստծուց մեկ կլինի։ Բայց այսօր մեր գործը Քրիստոսին նայելն ու նրա հետևից գնալն է։ Մնացած այդոն քեր ով է գալի, ով չի գալի, Փաշինյանը սաղմոց երկեց, ինչի է դա քրում, մարդկանց կերպարին նայելով չխաբնվենք, Հիսուսին նայենք, մարդիկ Մովսեսին նայելով կորցվեցին։ Եվ առաքյալը այդ ասում, Քրիստոսին նայենք, ընդե պետք է նայենք։ Ես ոչ ֆուտբոլիստներին եմ բալետանը, ոչ սրան, ոչ նրան, ոչ չի հետաքրքրում ինձ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Նպատակը դիտելով արջևը եղածին կվազեմ ասում է։ Ընդե պետք է վազենք, that's it։ Ուրիշ նայելու տեղ չունենք մենք եւ այդ խնդիրներով բան չանենք։ Իրար հետ մենք վիճաբանություններ պետք է չունենանք, որտեղ չի վայելում մեզ ամոթելա։ Այս աշխարհը Աստվածը սատանան է, իրան է հանձնված, ում որ ուզի նրան կտա։ Հələ Քրիստոսի թակավորություն չի եկել, եւ որ գա ու մեզի բաժին չհասնի, այն ժամանակ կտան կբողոքենք, ասենք Տեր Աստված, բան երկու քաղաք էլ մեզ տայր, էլի, հələ մեր ժամանակը չի։ Սատանան որ ուզում նրան է տալիս է։ Թողեք թող իրենց գործ անի, մինչև Աստված իր թակավորությունը գաստատի եւ այն ժամանակ ամեն բան Աստծո կամքի համեմատ կլինի։ Այսքանը Աստված օրհնի ձեզ ամեն։